Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, ձեզ համար առաջիկա 30 րոպեներին կաշխատի Լուսի Քոչարյանը, նշեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, դրանք են arm.radio.am կայքի on-line ռեժիմը եւ ինչպես նաեւ Սթրիմինգը ներողություն, որով կարող եք մեզ եւ դիտել եւ լսել, տեսագրություն ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ իհարկե միացեք մեզ Facebook-յան հարթակում հայատար գրված Հայաստանի հանրային ռադիո էջով եւ կհայտնաբերեք կրկին live stream-ի տարբերակով։ Մեկնաբանությունները բաց են, կարող եք հարցեր թողնել այն թեմայի շուրջ, որ քիչ անց կներկայացնեմ, մենք այսօր զրուցելու ենք ակնաբուժ, տեսողության լազերային կորեկցիայի վիրաբույժ Կարինե Գրիգորյանի հետ, ողջույն Կարինե։ Ողջույն։ Ուրախ եմ կրկին տեսնել, ակնաբուժին ուղղված հարցերը միշտ շատ են, դուք ինքներդ տեսաք, ես հարցում էի տեղադրել իմ էջում եւ այսպես տասնյակ եթե ավելացնենք նաեւ նամակներով հարցերը 100-ի հասնող հարցեր ունենք, մենք կընտրենք ամենահաճախ կրկնվողները, ամենաակտուալները եւ հերթով ոնց որ սրանց վրայով կանցնենք, իսկ թեման աչքերի լազերային կորեկցիան է կամ շտկումը կամ լազերային վիրահատություն, այս բոլոր տարբերակներով կարող եք հանդիպել Եվ իմ տպավորությամբ հիմա բավականին հաճախ են անում տեսողությունը շտկում հենց լազերային վիրահատությամբ, կամաց հրաժարվում են ակնոցից, լինզաներից, որովհետև արդեն մեր կյանք է մտել ահա այս տարբերակը։ Եկեք ընդհանուր հասկանանք Հայաստանում որքան ժամանակ է արդեն այսպես լավ բարձր մակարդակի վրա իրականացվում լազերային շտկումը։ Տեսեք, տեսողությունը մեր ամենակարևոր զգայարաններից մեկն է։ Միանշանակ։ Եվ 80% ինֆորմացիան աշխարհից մենք ստանում ենք մեր տեսողության շնորհիվ, աչքերի շնորհիվ։ Շատերը այսօր ունեն տեսողական խնդիրներ՝ կարճատեսություն, հեռատեսություն, ասիգմատիզմ, որոնք բերում են տեսողության վատացման, եւ այո, ակնոցները, լինզաները օգնում են տեսողությունը լավացնել, սակայն ժամանակավորապես, ոչ մշտապես։ Այստեղ է գալիս օգնության լազերային կորեկցիան, որը եղջերաթաղանթի ձևը փոխելով վերականգնում է բնականon ֆոկուսը աչքի։ Լազերային կորեկցիան Հայաստանում կատարվում է շատ արդեն երկար տարիներ։ Ես ինքս 10 տարուց ավել արդեն կատարում եմ լազերային շտկում։ Ստաբիլ չէ այդ ոլորտում եք։ Այո։ Լազերային շտկումը, պատմությունը մի փոքր ասեմ, դեռևս 1970 թվականից այն սկսել են փորձարկել, կատարել, սակայն 1987 թվականին Ճապոնիայում առաջին անգամ կատարվել է բարեհաջող լազերային շտկումը PRK մեթոդով։ Այնուհետև 1990 թվականին կատարվել է LASIK մեթոդով, այժմ գոյություն ունեն տարբեր մեթոդներ, դա Transepi PRK, Femtolasic, Smile, այս մեթոդները այժմ համարվում են ամբողջ աշխարհում, կներեք, ամենաարդյունավետ եւ ամենաանվտանգ, ամենաճշգրիտ մեթոդները։ Հայաստանում այս բոլոր տեսակները գործարկվում են հիմնական։ Այո, այս բոլոր մեթոդները կիրառվում են Հայաստանում։ Այս մեթոդները ունեն իրենց առավելությունները եւ ցուցումները։ Բժիշկը ինքն է որոշում, որ մեթոդով կատարել տվյալ պացիենտին հաշվի առնելով նրա եղջերաթաղանթի տվյալները, հաստությունը, ռիֆրակցիոն տվյալները, նաեւ աշխատանքի բնույթը, կենսակերպը, տարիքը։ Փաստորեն դուք մանրակրկիտ անամնեզ եք հավաքում խորհրդատվության ժամանակ, էլ ինչ եք անում նախապես։ Ոչ միայն, մինչ վիրահատություն կատարելը պացիենտը պետք է անցնի մանրակրկիտ հետազոտություն, որի արդյունքում որոշվում են ցուցումները, հակացուցումները։ Ցուցումներն են 18 տարեկանից բարձր անձինք։ Սա հստակ է, այսինքն դեռ 19 չեք անում։ Այո, որովհետև մինչև 18 տարեկան աչքը զարգանում է, 18 տարեկանում այն արդեն կայուն է աչքը հիմնականում։ Սակայն միևնույն է պետք է համոզվենք, որ վերջին 12 ամիսների ընթացքում ռիֆրակցիոն աճ չի գրանցվել, այսինքն դիոպտրիաներ չեն փոփոխվել։ Դա շատ կարևոր է։
Նաև հետազոտության ժամանակ որոշում ենք եղջերաթաղանթի հաստությունը, որպեսզի տեսնենք տվյալ պացիենտին հնարավոր է կատարել լազերային կորեկցիա եւ շտկել ամբողջությամբ իր ունեցած ռիֆրակցիան։ Պետք է հերիքի հաստությունը, ճիշտ ենք հասկանում, որտեղ այդտեղ են հենց միջամտություններ կատարվելու ու փաստորեն ավելի բարակելու է եղջերաթաղանթը։ Այո, բայց թույլատրելի սահմանը չենք անցնում։ Ունենք թույլատրելի սահման, որից ավել չի կարելի բարակեցնել եղջերաթաղանթը։ Այս դեպքում արդեն տրամաբանական հարց է առաջանում, իսկ եթե վիրահատությունից հետո թեկուզ տարիներ անց իդեպ ես դեպքեր շատ եմ լսում, որ նորից ռեֆրակցիոն փոփոխություններ են լինում, օրինակ կարճատեսությունը շատ բարձր աստիճանի շտկվել եւ այն նորից հենց կամած սկսում է աճել, երկրորդ կամ երրորդ անգամ վիրահատության մասին խոսք չի լինում, թե այո, կարելի է կրկնել, եթե եղջերաթաղանթի հաստությունը թույլ է տալիս։ Կարևոր է եղջերաթաղանթի հաստությունը, եկեք հասկանանք, թե հակացուցումները որոնք են, երբ դուք մերժում եք եւ չեք կատարում։ Հակացուցումներն են, եթե ունենք վերջի 12 ամիսների ընթացքում փոփոխվող ռիֆրակցիա, այսինքն դիոպտրիաները փոփոխվում են։ Այսա ինչով է խանգարում։ Որովհետև վիրահատությունից հետո նորից այդ ձեր ասած հնարավոր է ռիֆրակցիան փոփոխվի, պրոգրեսիվի, դրա համար մենք պետք է համոզվենք, որ այն կայուն է։ Իսկ մեթոդ կա օրինակ կանգնեցնելու ինչ որ կերպ, որ հնարավոր դառնա իրականացնել։ Տեսեք, մենք հիմա կոչվում է myopia management, այսինքն մենք կարողանում ենք կարճատեսությունը երեխաների մոտ, եթե աճող կարճատեսություն է, նաև դեռահասների մոտ, հատուկ բուժումների միջոցով, կաթիլների, հատուկ ակնոցների եւ կոնտակտային լինզաների միջոցով կանգնեցնել այդ պրոգրեսիան։ Ես դեպք եմ հիշում, երբ չափահաս տարիքի իմ ընկերուհիներից մեկն էր 1 տարի փորձում էին կանգնեցնել աճը, որպեսզի հնարավոր լինի իրականացնել։ Իդեպ հիշում եմ, որ հաջողվեց եւ -6, -8-ի վրա, պատկերացնեք, ստացվեց եւ կյանքի որակը լիովին փոխվեց այդ անձի։ Այսօր փրկող է սա։ Այո, ես ուզում եմ ասել, որ լազերային կորեկցիան դա գիտականորեն հիմնավորված, բարձր տեխնոլոգիական, անվտանգ, ճշգրիտ մեթոդ է եւ պետք չէ խուսափել, տարիները ապացուցել են իր անվտանգությունը, իսկ թե ինչպես է կատարվում, հա, լազերային կորեկցիան, եղջերաթաղանթը մեր գործում է որպես օպտիկական ոսմյակ եւ երբ նրա ձևը փոքր ինչ փոփոխվում է, լույսի ճառագայթները ճիշտ չեն ընկնում, ճիշտ չեն բեկվում եւ առաջանում է տեսողական ռիֆրակցիայի խանգարում, այսինքն կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ է առաջանում։ Լազերը ծրագրավորված է ճշգրիտ փոխելու եղջերաթաղանթի ձևը այնպես, որպեսզի այդ լույսի ճառագայթները բեկվելուց հետո ճիշտ ֆոկուսավորվեն ցանցաթաղանթի վրա։ Արդյունավետությունը ինչ որ տոկոսով հնարավոր է նախապես գնահատել։ Այո, կարճատեսության հատկապես դեպքում մենք նախապես գիտենք ինչ արդյունք կունենանք, աստիգմատիզմի եւ հեռատեսության դեպքում երկար զրուցում ենք պացիենտի հետ, քանի որ ամբողջությամբ կանխատեսել ինչ արդյունք կունենանք, մի փոքր դժվար է։ Իսկ դեպքում վնասելու հավանականություն կա, որ ավելի վատ լինի, քան առաջ։ Ոչ, դրա համար շատ կարևոր է, որ դիմել հմուտ մասնագետի, պրոֆեսիոնալի, որը որ այո, մանրակրկիտ հետազոտության արդյունքում կորոշի կատարել անվտանգ լազերային կորեկցիան եւ ինչ մեթոդով կատարել այն։ Քանի որ մեր երկրում դեռևս պահպանվում է մշակույթը գնալ դրսում անել աչքերը, որովհետև դրսում ամեն ինչ շատ ավելի լավ է, ձեր կարծիքը որպես ներսի մասնագետ եւ 10 տարուց ավել աշխատող, պրակտիկա այսպես ծավալող, կարող եք օբյեկտիվորեն, իրոք օբյեկտիվորեն ասել, ամեն ինչ էստեղ կա, կարիք չկա գնալու։ Ես միանշանակ ձեզ կարող եմ ասել, այո, վստահ եղեք եւ նորից եմ կրկնում անցյալ եթերի ժամանակ եմ ասել, մենք շատ պացիենտներ ունենք, ովքեր եւ Ամերիկայից են գալիս եւ Եվրոպայից են գալիս արտերկրից դիմում են եւ շատ գոհ իրանք մեկնում են այստեղից։
փորձենք ստոմատոլոգների պես, չէ, ստանալ ակնաբուժական նաև туриզմ շատ լավ կլիներ, որովհետև եւ իդեպ գներն այստեղ էլի բավական լավն են արտասահմանի ավելի մաչելի է, այո։ Սարքերի մասին ինչ կասեք, ամենաառաջադեմ, ամենավերջին սերնդի սարքերը գալիս են այստեղ։ Այո, ես հիմա աշխատում եմ ամենանորագույն սարքով, դա Bausch & Lomb Neo լազերային էքսիմեր լազերն է, որը գերարագ լազեր է, 1 դիոպտրիան այն շտկում է 1.5 մինչև 2 վայրկյանի ընթացքում, դա բավականին արագ է, այո։ Իդեպ ամբողջ վիրահատությունը միջինում, թեկուզ եթե միջակայք նշեք, որքան է տևում, որ նախապես իմանա Նայեք, լազերը միջինում աշխատում է 20-ից 10-ից 20 վայրկյան, իսկ երկու աչքերի լազերային շտկումը տևում է 10-ից 15 րոպե։ Ընդամենը։ Այո։ Ցավի մասին խոսենք։ Կատարվում է, այո։ Ինչն է ցավում այստեղ։ Նայեք, կատարվում է տեղային անցկացման, դեղորայքային կաթիլների միջոցով է անցկացվում եւ պացիենտը ոչինչ չի զգում, ընթացքի բացարձակ ոչ մի անցավ է։ Հետ վիրահատական շրջանում ցավերն ինչպիսին են։ Տեսեք, առաջիկա օրերին պացիենտները ունեն մենք քիչ արտահայտված արցունքահոսություն, լուսավախություն, այրոցի զգացողություն, որը անցնում է, հատկապես նշանակվում են հակաբորբոքային կաթիլներ, խոնավեցնող կաթիլներ, 2-3 օր հետո պացիենտը կարող է անցնել իր բնականon կյանքին, աշխատանքի։ Իսկ մռմռոց, ծակծկոց, այսպիսի զգացողություններ կան։ Առաջիկա օրերին այո, բայց նրանք 3 օր հետո արդեն չեն նշում այդ ցավերը պացիենտները։ Եվ էլի մի շատ կարևոր հարց, այդ հնարավոր լավագույն տեսողությունը արդյոք վիրահատությունից անմիջապես հետո արդեն կա թե սպասում ենք մինչև շատերը նշում են, բայց հիմնականում 2-3 օր հետո արդեն պարզում է տեսողությունը, իսկ 1 ամսվա ընթացքում այն ստաբիլանում է արդեն։ Եվ այստեղ կարևոր է նաև որքան է ծառայելու արդյունքը եւ կխնդրեի նաև կարճատեսության, հեռատեսության ու աստիգմատիզմի համար էլ խոսել, քանզի նշեցիք, որ այստեղ տարբեր են արդյունքները։ Այ արդյունքները բոլորի դեպքում էլ, եթե ստանում է հատկապես կարճատեսության ժամանակ, դա ստաբիլ է։ Ուղղակի պետք է նշեմ, որ շատ հարցեր էին ուղղված նաև տարիքային հեռատեսության ժամանակ լազերային կորեկցիա կատարվում է թե ոչ, չէ որ 40 տարեկանից հետո զարգանում է, նայեք, աչքը 40 տարեկանից հետո կորցնում է ֆոկուսավորելու ունակությունը, հա, դա ակոմոդացիա է կոչվում։ 40 տարեկանից հետո մենք այժմ կիրառում ենք սուպրակոր նորագույն ծրագիրը, դա նորագույն լազերային շտկման ծրագիր է, այն մուլտիֆոկալ պրոֆիլի աբլյացիայի տեսակ է, որը եղջերաթաղանթի մակերեսի վրա ստեղծում է տարբեր կորություն ունեցող օպտիկական զոնաներ եւ կենտրոնական հատվածում այն ստեղծում է այնպիսի զոնա, որը նախատեսված է մոտը տեսնելու համար, իսկ եղջերաթաղանթի պերիֆերիայի հատվածը նախատեսված է հեռուն տեսնելու համար։ Այսինքն երկու ֆոկուս է ստեղծվում, այո։ Գիտեք, այնքան բազմազան ու հետաքրքիր նկարագրում եք փոքր աչքի, որը մեզ համար շատ փոքր է, կարծես մի ամբողջ տիեզերքի մասին խոսենք։ Այո, այդպես է։ Դա շատ հետաքրքիր է։ Գործիքային հետազոտություններից որոնք կնշեք, որոնք պարտադիր են լազերային կորեկցիայից առաջ, եւ արդյոք դրանք շատ են, եւ արդյոք դրանք շատ թանկարժեք են դառնում միասին։ Տեսեք, պացիենտները, ովքեր մեզ դիմում են, պարտադիր մի շարք հետազոտություններ են անցնում, դա տեսողության սրության որոշումն է, ավտորիֆրակտոմետրիա, որի ժամանակ որոշվում է աչքի ռիֆրակցիան, այսինքն ունենք կարճատեսություն, հեռատեսություն, թե աստիգմատիզմ, այնուհետև ճնշումն ենք չափում, տոնոմետրիա ենք կատարում, ցիկլոպլեգիա, բիբն ենք լայնացնում, հա, տոպոգրաֆիան շատ պարտադիր, որի ժամանակ պենտակամ ապարատով է մեծ մոտ կատարվում, շատ լավ ապարատ է, գունավոր նկարները, որ ստացվում են, որի ժամանակ որոշվում է եղջերաթաղանթի հաստությունը, որը շատ կարևոր է լազերային կորեկցիայի համար, նաև այնուհետև կատարվում է բիոմիկրոսկոպիա, օֆթալմոսկոպիա, ցանցաթաղանթն ենք հետազոտում,
ոսմյակի թափանցելությունն ենք որոշում, քանի որ կատարակտան հակացուցում է լազերային կորեկցիայի համար, եղջերաթաղանթի հիվանդությունները, նույնպես դիստրոֆիկ հիվանդությունները հակացուցումներ են եւ այդ հետազոտությունների ժամանակ մենք բացառում ենք այդ հիվանդությունները, ցանցաթաղանթի հիվանդությունները, օրինակ նշել էին հարթ շաքարային դիաբետի ժամանակ կատարում են, թե ոչ, եթե շաքարային դիաբետը կոմպենսացված չի եւ ցանցաթաղանթում մենք ունենք փոփոխություններ, ապա դա հակացուցում է լազերային կորեկցիայի համար։ Մի հարց ունեն գրավոր տեսքով, արդյոք լինում են դեպքեր, երբ դուք հասկանում եք հետազոտությունների արդյունքում, որ առավելագույն լավ տեսողությունը կարելի է ստանալ ոչ թե այդ 0-ն, այլ ամեն դեպքում -1 կամ -2, այսինքն որ հնարավոր չէ հասնել իդեալականի, այդպիսի դեպքեր կան։ Եթե եղջերաթաղանթի հաստությունը թույլ չի տալիս եւ կարճատեսությունը, այո, եւ կարճատեսողությունը բարձր աստիճանի է, ապա պացիենտին այո բացատրվում է դա։ Մենք զրուցում ենք ակնաբուժ, տեսողության լազերային կորեկցիայի վիրաբույժ Կարինե Գրիգորյանի հետ, թեման կարծում եմ պետքական է բացարձակապես բոլորին, ինչպես մասնագետը նշեց, բոլորս տեսողությունից մեծապես կախված ենք մեր կյանքում ու իսկապես հենց մի բան այն չէ, մեր կյանքի որակը անմիջապես ընկնում է։ Այստեղ հետաքրքիր է ձեզնից լսել, հատկապես այդ դուք տասնյակ հարյուրավոր մարդկանց հետ եք շփվում, ամենատարածված միֆերը այս լազերային կորեկցիայի մասին, որոնք են, այ որ մարդիկ անընդհատ գալիս են ու դուք ստիպված եք հերքել այդ թյուրիմացությունը։ Միֆեր գոյություն այո ունեն, օրինակ լազերայրում է աչքը, այդպես չէ, քանի որ ջերմային վնասում այն չի կրում եւ եղջերաթաղանթի մակերեսի վրա է աշխատում եւ չի կարող այն այրել աչքը։ Մյուս միֆերից է, որ ժամանակի ընթացքում վատանում է տեսողությունը, ինչպես դուք նշեցիք, այդպես էլ չէ, եթե մենք ունենք կայուն աչք, առողջ աչք, ուրեմն այդ արդյունքը նույնպես կայուն է։ Ես նաև մի միֆ եմ լսել, կուզեմ հիմա հերքեք, որ լազերային վիրահատությունը աչքի տեսողության առողջության համար այլ ռիսկեր է բարձրացնում, որ օրինակ ավելի հավանական է, որ ինչ-որ դեգեներատիվ հիվանդություն սկսի զարգանալ։ Եթե մանրակրկիտ հետազոտվել եք եւ իրոք պրոֆեսիոնալ մասնագետի մոտ եք հետազոտվել եւ մասնագետը գնահատել է այդ ռիսկերը, այսինքն եթե գնահատել է, որ չկա եւ կարելի է կատարել, ուրեմն կարող եք վստահել։ Այստեղ փաստորեն գալիս ենք մասնագետի ճիշտ մանրակրկիտ ընտրության, հարգելի ունկնդիրներ, այսօր մեր բախտը բերել է մասնագետները բաց են, իրենք կան սոցցանցերում, իրենք խոսում են, գրագետ ինֆորմացիա են փոխանցում, իհարկե ոչ բոլորը, պարզ է բոլոր ոլորտներում կան այսպես բաց ցածրակարգ մասնագետներ, բայց սոցցանցերը եւ ահա այսպիսի հաղորդաշարները ինչու ոչ մեզ թույլ են տալիս ուսումնասիրել մասնագետին, նրա մասին ինչ-որ ինֆորմացիա ձեռք բերել, հետո նոր ընտրել։ Եվ հետվիրահատական խնամքի մասին էլ խոսենք, որովհետև ցանկացած միջամտություն հետո ինչ-որ ուղղորդումներ է ունենում, սա չի կարելի, սա չի կարելի, սա է պարտադիր եւ այլն, ինչ կասեք։ Այո, մենք մեր պացիենտներին ասում ենք, որ մեկ շաբաթվա ընթացքում խուսափել ծանրություն բարձրացնելուց, հարվածներից, ցանկալի չէ այդ ընթացքում շոկեբաղնիկ, լողավազանցով գնալ, ուրիշ հակացություններ չկան, քանի որ ռեաբիլիտացիան շատ արագ է։ Ինչ է անում ծանրությունը մեզ, կարող եք պարզ բացատրել։ Եթե օրինակ պացիենտը ջիմ է հաճախում եւ բարձր ծանրությունների այո բարձրացնում, այդ նրա մասին է խոսքը գնում։ Այստեղ տարիքային տեսողության վերաբերյալ մի նյուանսով հարց կա, տարիքային տեսողության վատթարացման դեպքում պետք է սպասել ստաբիլանա, նոր հետաքրքրվել վիրահատությամբ, թե ընթացքում արդեն արժե սկսել։ Պետք է սկսել, բժիշկը արդեն տվյալ պացիենտին հետազոտելուց հետո կքննարկի իր հետ միասին եւ կպարզի պետք է սպասել, թե կարելի է կատարել։ Յուրաքանչյուր դեպք ինդիվիդուալ է եւ ընդհանուր առմամբ պետք չէ սպասել, քանի որ հիմա այս պայն ձեր կյանքի որակը տուժում է եւ ես խորհուրդ կտամ չսպասել, դիմել մասնագետին եւ մասնագետը եթե կգտնի, որ պետք է
սպասել ինչ-ինչ պատճառներով, այդ դեպքում արդեն այո կսպասեք, բայց եթե գանգատ ունեք, խորհուրդ եմ տալիս չհետաձգել։ Այո, իսկ սպասելը հիմնավորված կլինի արդեն խորհրդատվությունից հետո գոնե։ Վիրահատության թույլատրելի նվազագույն տարիքը նշեցինք, դա հստակ 18-ն է։ Եվ մեկ այլ հարց արկա է կարճատեսություն -5 եւ -5.25, նաեւ աստիգմատիզմ ու աչքերից մեկում ծույլ աչքի համախտանիշ, արդյոք հնարավոր է այս հիվանդությունների փունջը շտկել ու մոտավորապես քանի տոկոսով է հնարավոր վերականգնումը, տարիքն էլ նշված է 20-ին նշած, գրագետ հարցեր ենք ստանում։ Այո, կարճատեսությունը -5.25, այո, հնարավոր է շտկել, նույնպես նորից պետք է նշեմ, եթե եղջերաթաղանթի հաստությունը թույլ է տալիս։ Աստիգմատիզմը այո, կարելի է շտկել, ամբլիոպիան պետք է գնահատենք ինչ աստիճանի է։ Թույլ աստիճան դեպքում կարելի է անել, սակայն ամբլիոպիան դա արդեն ծույլ աչքն է եւ ցավոք սրտի այն բարձրացնել, վերացնել եւ տեսողություն ունենալ 100%-ի շատ անիրական է, եթե իրոք ամբլիոպիան է պատճառը։ Իդեպ որտեղից է առաջանում ծույլ աչքի համախտանիշը։ Առաջանում է, եթե երեխան կամ հիմնականում մանկական հասակում չեն հետևել, ակնոց չեն կրել, կոնտակտային լինզա չեն կրել եւ աչքի ֆունկցիան նվազել է։ Գիտեք, հակառակ միֆը կա, որ քիչ ակնոց դրեք, քիչ լինզա դրեք, որ աչքը չծուլանա։ Փաստորեն, այստեղ ճիշտ հակառակն է։ Այո, ես իմ պացիենտներին խորհուրդ եմ տալիս, որ չխուսափեն ակնոցներից, լինզաներից մինչև 18 տարեկան հասակը, քանի որ այն թույլ կտա, որ աչքը զարգանա ճիշտ, ֆունկցիան աչքի զարգանա եւ ամբլիոպիա չզարգանա արդյունքում, եթե չկրի պացիենտը։ Սա հարգելի ունկնդիրներ, ֆիքսենք մեզ մոտ, սա հին տեղեկություն է, որ աշխատեք որքան քիչ հնարավոր է քիչ դնել ակնոց լինզա, ոչ չդնելը հակառակ փաստորեն ծուլացնում է աչքը։ Հետաքրքիր հարց, արդյոք տեսողությունը դառնում է իդեալական, թե դա երաշխավորված չէ, այստեղ էլի երևի նշենք կարճատեսության դեպքում հստակ այո, երաշխիքներ։ Որքան է կազմում միջին գինը, եկեք Հայաստանի մասշտաբով խոսենք։ Ես հասկանում եմ, որ սա կախված է եւ կլինիկայից, որքան նա այսպես եւ մեթոդից է կախված։ Ես միջին գինը կնշեմ 300,000-ից է սկսվում արժեքը, այո, երկու աչքի համար է, երկու աչքի։ Իսկ հետաքրքիր է, եթե մի աչքում է խնդիրը, այո, մեկ աչքն է կատարվում, այո, եւ գինը կես գինն է վճարում պացիենտը։ Ճիշտ է արդյոք, որ 35 տարեկանից հետո նույնիսկ կարճատեսությունը շտկելուց շատ հնարավոր է առաջանա հեռատեսություն։ Ոչ, հեռատեսություն չի առաջանում, իրականում ես ասեցի 40 տարեկանից հետո ուղղակի պացիենտը կորցնում է ակոմոդացիայի հնարավորությունը, ֆոկուսավորելու հնարավորությունը եւ չի կարողանում ֆոկուսավորել մոտ տեսողությունը, հա, դա է խնդիրը։ Մի հարց ունենք, որը լազերային շտկմանը չի վերաբերում տեսողության, բայց ես գիտեմ, որ դուք cross-linking հաստատ կատարում եք տարիներ շարունակ, այնպես որ ուղղեմ այս հարցը թեմայից դուրս, ճիշտ է, որ 45-ից հետո cross-linking-ն իմաստ չունի։ Եթե հիմնականում cross-linking-ը կերատոկոնուսը կներեք զարգանում է մինչև 36 տարեկան պրոգրեսիվում է, սակայն դա ոչ բոլորի մոտ է։ Կերատոկոնուս ունեցող անձը պետք է միշտ լինի բժշկի հսկողության տակ։ Այսինքն, այո, մեծամասամբ 36 տարեկանն է վերին շեմը, սակայն լինում են դեպքեր, որ 36-ից հետո էլ է պրոգրեսիվում կերատոկոնուսը եւ ուղղակի լինել մտածել, որ չի պրոգրեսիվելու, խորհուրդ չեմ տա, թող լինեն հսկողության տակ մասնագետի։ Հատկապես որ կերատոկոնուսը զարգացող եւ ընդհուպ մինչեւ կուրության բերող հիվանդություն է, հարգելի ունկնդիրներ, այստեղ բարձի թողի ուղակի թողնել, որ ասել են չի կարելի ու ոչինչ չանել, իսկապես պետք չէ։ Հաջորդ հետաքրքիր հարցը երեխա պլանավորելուն է վերաբերում, այստեղ ես տարբեր կարծիքներ եմ լսել բժշկական հանրույթի կողմից, ընդ որում տարիների ընթացքում այս մոտեցումները եւս փոխվել են։ Լազերային կորեկցիան անել առաջ, թե հետո։ Տարբերություն չկա։ Ինչպես կարող եմ ասել, տարբերություն չլիներ։ Վստահ կարող եմ ասել տարիների փորձից ելնելով, որ շատ պացիենտներ եմ ունեցել, որոնք վիրահատվել են, հետո ինքնուրույն ծննդաբերել են հղիության ընթացքում, այսինքն 30
2-3 շաբաթական լրանալուց հետո յուրաքանչյուրը պետք է անցնի ակնաբուժի հետազոտություն, ովքեր ունեն ռիֆրակցիոն խնդիրներ, այսինքն կարճատեսություն, հեռատեսություն կամ ասիգմատիզմ, եւ բժիշկը այդ ժամանակ է որոշում պացիենտը ինքնուրույն կարող է ծննդաբերել, թե արհեստական կեսարյան հատումով։ Այո, կեսարյան հատումով դրա համար ասել, որ միանշանակ լազերային կորեկցիա անգամ չկատարած պացիենտները նույնպես պետք է անցնեն այդ հետազոտությունը։ Գիտեք, այստեղ հարցն այն է, որ լսում ենք բնական ծննդաբերության դեպքում տեսողությունը ռեֆրակցիայի փոփոխությունը միևնույն է կրելու, դրա համար եկեք այդ փուլը անցեք, հետո նոր վերջնական արեք։ Չէ, այդպես չէ, իհարկե ինդիվիդուալ է, նորից եմ ասում, որ պետք է վերջին շաբաթների ընթացքում անցնել ակնաբուժի հետազոտություն եւ աչքերի համար ակնաբուժը խորհուրդ կտա։ Լավ։ Այդ դեպքում նաև կրծքով կերակրման շրջանի մասին խոսենք, այս ընթացքում կարելի է թե ոչ, ռիսկեր կան թե ոչ։ Լազերային կորեկցիա չի կատարվում հղիներին եւ կրծքով կերակրող մայրերին։ Պետք է ավարտել, նոր հետո վերջացնել այդ փուլը, նոր հետո պլանավորել լազերային կորեկցիա։ Հղիության ընթացքը շատ տրամաբանությունը մեզ հուշում է ինչու չի կարելի, բայց կրծքով կերակրումը հորմոնալ ֆոնը պետք է ստաբիլանա ուղղակի։ Մեր հորմոնալ ֆոնը փաստորեն ազդում է նաև մեր աչքերի վրա, տեսողության վրա։ Ցանկալի է, այո, լավ արդյունք ունենալու համար ստաբիլանա այդ շրջանը անցնի նոր կատարել լազերային կորեկցիա։ Էլի տարիքի հետ կապված հարց 45-ից հետո խորհուրդ տրվում է կարճատեսության շտկման վիրահատություն կատարել, երբ նոր սկսվում է տարիքային փոփոխություններ նկատվել ու խառնվում են իրար։ Ես ասեցի, այդ սուպրակոր ծրագրով, այո, կարող եք կատարել եւ կունենաք եւ մոտիկի լավ տեսողություն եւ հեռվի։ Ինչ տարբերություն ցուցումներ ու հակացուցումներ կան եղջերաթաղանթի եւ ներակնային ոսպնյակի տեխնիկաների միջև։ Կա արդյոք տարիքային շեմ, մեկը կամ մյուսը նախընտրելու համար, որն է ավելի քիչ ինվազիվ։ Քիչ ինվազիվ է լազերային կորեկցիան, որը կատարվում է, ես ասեցի, եղջերաթաղանթի մակերեսի վրա։ Սակայն ոչ միշտ հնարավոր է կատարել այն, եթե օրինակ ունենք ոսպնյակում սկսվող պղտորումներ, որոնք կարող են 45 տարեկանից հետո առաջանալ։ Եվ այդ դեպքում այո, ընտրվում է մյուս մեթոդը, դա ֆակոեմուլսիֆիկացիան է, այսինքն երբ ինտրաօկուլյար ոսպնյակը փոխարինվում է արհեստական ոսպնյակով, այդ բնական ոսպնյակը փոխարինվում է արհեստական ոսպնյակով։ Հետաքրքիր հարց ունեն կոնտակտային լինզաների վերաբերյալ, արդյոք դրանք կարող են վատ ազդել աչքի ձևափոխում, ձևախախտում առաջացնել, եթե երկար տարիների մասին է խոսքը։ Երկար տարիների ժամանակ օգտագործման ժամանակ առաջանում է չորություն աչքերի։ Սա կողմնակի էֆեկտներից է, հա, լինզաների, ինչ անել այդ դեպքում, սա էլ միանգամից խորհուրդ տանք։ Պետք է խոնավեցնող կաթիլներ օգտագործել, որոնք կարելի է կաթեցնել հենց լինզաների վրա։ Իսկ մյուսը պետք է խորհուրդ տամ, որ լազերային կորեկցիա կատարել։ Վերջնական արդյունքի իդեպ մենք չնշեցինք նաև լազերային կորեկցիան, որ դիոպտրիայից սկսած կարելի անել։ Դիոպտրիան, եթե կյանքի որակը վրա ազդում է, անգամ 0.5 դիոպտրիան կարելի է շտկել, եթե պացիենտին դա խանգարում է։ Իսկ միջև մինուս 10 կարճատեսության դեպքում կարելի է շտկել, եթե եղջերաթաղանթի հաստությունը թույլ է տալիս, սակայն ավելի էֆեկտիվ է արդյունավետը մինչև -8 դիոպտրիան։ Հեռատեսության դեպքում մինչև 6 դիոպտրիա, իսկ ասիգմատիզմը նույնպես մինչև 6 դիոպտրիա կարելի է շտկել։ Իդեպ աստիգմատիզմի համար լինզաներով շտկելու տարբերակ կա, առաջ ասում էին, որ չկա։ Հիմա կա, այո, տորիկ լինզաներն են, որոնք շտկում են աստիգմատիզմը, այսինքն բարելավում են։ Այսինքն ունեն ինչ է իրանց աստիգմատիզմը ներկայացնում, աստիգմատիզմը երբ տարբեր վևերներում տարբեր բեկման ուժ ունի, այսինքն օրինակ կարող է նույն աչքում մեկ
Մի բեկում լինել, այո, լինել հեռատեսային եւ կարճատեսային օրինակ խառաաստիգմատիզմ լինել, իսկ տորիկ լինզան ինքը այդ տարբեր առանցքներում ճիշտ ձևով է բեկում եւ շտկում է կարճատեսությունը, սակայն նույնպես դա ժամանակավոր է։ Լավ նորություն է ամեն դեպքում, ամեն ինչին այսօր ոնց որ թե լուծում կա։ Մենք բոլոր լուծումների եւ իրադարձության մասին զրուցեցինք ակնաբուժ, տեսողության լազերային կորեկցիայի վիրաբույժ Կարինե Գրիգորյանի հետ։ Շնորհակալ ենք, շատ հետաքրքիր էր եւ շատ ինֆորմատիվ։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, ցտեսություն, հուսամ էլի կհանդիպենք։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։